Բարև ձեզ, ինստաֆեսի այս թողարկմանը դիտեք։ Սամվել Կարապետյան։ Չնայած սահմանադրության արգելքին ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է գտել են սահմանադրական արգելքը հաղթահարելու ելքը։ Ընտրություններից 20 օր անց ազգային ժողովի առաջին նիստին անմիջապես հանդես կգանք համապատասխան օրենսդրական փոփոխության որոշմամբ։ Մարդիկ մեծ ակնկալիքներ ունեն Հայաստանի կողքին կանգնած անվանի բարերարից։ Հույս ունեմ, որ այս մարդը իրոք ոչ թե կթալանի, այլ ամեն ինչ կանի, որպեսզի այս ծանր վիճակում գտնվող տնտեսությունը եւ ժողովուրդը ոտքի կանգնեն։ Խաբկանք 9 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումների շուրջ։ Ինչ է իրականում ենթադրում Երևանի եւ Վաշինգտոնի միջև էներգետիկ գործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ Փաշինյան-Վենս համատեղ հայտարարությունը։ Դա չի նշանակում ոչ ներդրում, չի նշանակում որևէ այլ բան։ Որևէ նաև խոստում չի նշանակում, որ ատոմակայան կկառուցվի Հայաստանի Հանրապետություն։ Միացյալ Նահանգների փոխնախագահն այցելեց Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ խոնարհեց 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին, գրառում արեց օգտագործելով հայոց ցեղասպանություն եզրույթը, բայց կարճ ժամանակ անց Բաքու մեկնելուց առաջ ջնջեց այն։ Ինչու։ Բացառությամբ նախկին նախագահ Ջո Բայդենի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահները խուսափել են այդ տերմինից վախենալով վնասել Թուրքիայի հետ կապերը, որը տարածաշրջանային կարևոր դաշնակից է, որն այժմ միջնորդի դեր է խաղում Թրամփի վարչակազմի եւ Իրանի միջև։ Խճաքար լցնելուց մինչև անվադողի տեղադրում, ինչպես են Երևանում պայքարում խրամատների վերածված փոսերի դեմ, իսկ քաղաքապետ Ավինյանը մեղավորներ է կարգում։ Իրապես ծավալը ամբողջ քաղաքով մեծ է, հաշվի առնելով այո հասկանում ենք, որ ձնամաքրման աշխատանքների եւ աղի հետևանք է։ Չրարիտիկոն քիչ առաջ հայտարարեց, որ Երևանի փողոցների քանդման եւ փոսերի առաջացման պատճառը աղն է։ Այո, ոչ թե անորակ ասֆալտապատումն ու աշխատանքներն են, այլ աղը։ Չնայած սահմանադրության արգելքին հունիսի 7-ին նշանակված խորհրդարանական ընտրություններում ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածուն գործարար եւ բարերար Սամվել Կարապետյանն է, որը շուրջ 7 ամիս բանտային, իսկ վերջին 1.5 ամիսն էլ տնային կալանքի տակ է։ Տևական լռությունից հետո այս շաբաթ փետրվարի 12-ին կուսակցության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ Կարապետյանի եղբորորդին մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարեց. ուժեղ Հայաստան կուսակցությունը նոր այլընտրանք է ներկայացնում ուժեղ խաղաղության, անվտանգության, տնտեսության եւ հայ ժողովրդի հույսի համար։ Մեր կուսակցության վարչապետի թեկնածուն պարոն Կարապետյան, Սամվել Կարապետյան։ Խնդիրն այն է, որ Սամվել Կարապետյանը Հայաստանից բացի այլ քաղաքացիություն ունի, իսկ սահմանադրությամբ ազգային ժողովի падգամավոր կարող է ընտրվել վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող յուրաքանչյուր ոք։ Այս դրույթը տարածվում է նաև կառավարության անդամի վրա, տվյալ դեպքում վարչապետի։ Հոդված 148 կառավարության անդամներին ներկայացվող պահանջները։ Կետ առաջին. կառավարության անդամը պետք է բավարարի падգամավորին ներկայացվող պահանջները։ Կետ երկրորդ. կառավարության անդամի վրա տարածվում են падգամավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները։ Նրա համար օրենքով կարող են սահմանվել անհամապատասխանելիության լրացուցիչ պահանջներ։ Մարզահամերգային համալիրում ուժեղ Հայաստան կուսակցության շնորհանդեսի ժամանակ Հայաստանի սահմանադրագետները ներկայացրին, թե ինչ ընթացակարգով կարող է փոխվել սահմանադրության 148-րդ հոդվածը, որը իրավական հնարավորություն կտա Սամվել Կարապետյանին առաջադրվել որպես վարչապետի թեկնածու։ Սահմանադրության 148-րդ հոդվածը անփոփոխելի հոդված չէ, ավելին չի պահանջվում դրա փոփոխության համար հանրաքվե, ուստի այս հոդվածի փոփոխությունները բավականին ճկուն են, անհրաժեշտ է ազգային ժողովի կողմից փոփոխությունների տեքստի ընդունում։ Նախաձեռնությունը տեղի ունենալու պարագայում նախագիծը դրվում է քվեարկության ազգային ժողովում եւ այն պետք է հավաքի падգամավորների ընդհանուր թվի 2/3 ձայները։ Սա նշանակում է, որ ազգային ժողովը կարող է փոխել կառավարության անդամներին, այդ թվում վարչապետին ներկայացվող պահանջները։ Նարեկ Կարապետյանը ներկայացրեց սահմանադրության 148-րդ հոդվածը փոխելու իրենց ծրագիրը։ Ընտրություններից
20 օր անց ազգային ժողովի առաջին նիստին անմիջապես հանդես կգանք համապատասխան օրենսդրական փոփոխության որոշմամբ։ Ժողովրդի վստահությամբ եւ ազգային ժողովի մանդատով, որ թույլ տանք միայն մեկ Հայաստանի քաղաքացիություն ունեցող ցանկացած անձի դառնալ Հայաստանի վարչապետ։ Այդ ժամանակ Սամվել Կարապետյանը կլինի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Արդյոք սա նշանակում է, որ Սամվել Կարապետյանը հրաժարվելու է այլ երկրների քաղաքացիությունից։ Այս հարցի պատասխանը ամբիոնից չհնչեց։ Լրագրողներն էլ այդ մասին հնարավորություն չունեցան հետաքրքրվել Նարեկ Կարապետյանից։ Կուսակցության շնորհանդեսի ավարտին ասուլիս նախատեսված չէր։ Ամեն բան իմանաք հնդածս, այսօր այսքանը մեր գլխավոր ուղերձը հնչեց դահլիճից, ավելացնելու ոչինչ չունեմ։ Ուժեղ Հայաստան կուսակցության շնորհանդեսին մարզահամերգային համալիրի դահլիճը լեփ-լեցուն էր։ Կուսակիցների, համախոհների եւ աջակիցների համար անակնկալ եղավ։ Տնային կալանքում գտնվող Ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի տեխնացու Սամվել Կարապետյանը արհեստական բանականության միջոցով գեներացված ուղերձով դիմեց նրանց։ Հայաստանում քաղաքական իրավիճակը վերջնականապես փոխվել է ու փոքրիկ խմբակն արդեն ուժ չունի իր թուլացած դիրքերը վերականգնելու համար։ Ժողովուրդը դժգոհ է իշխանություններից։ Հասարակության մեծ մասը վերջնականապես հիասթափված է, քանի որ իշխանությունը ձախողել է ամեն ինչ՝ արտաքին քաղաքականությունը, ներքին քաղաքականությունը, սոցիալական ոլորտը։ Տնտեսության վիճակը կարելի է բնորոշել մեկ նախադասությամբ. աղքատ ենք ու խրված պարտքերի մեջ։ Մեր երկրին ամեն տեսակի արհավիրք, դժբախտություն ու թուլություն բերածները վերջին շրջանում միայն խոստանում են ու խուսում են մի բանից՝ թույլ խաղաղությունից։ Խաղաղություն առանց ուժեղ պետության կոչվում է հանձնվել։ Նրանք հանրությանը մոլորեցնում են, թե իբր ուժեղ բանակ ունենալը համարժեք է պատերազմի։ Սա հերթական սուտն է հանրությանը վախեցնելու համար։ Մենք ուզում ենք խաղաղություն, ուզում ենք ուժեղ եւ արժանապատիվ խաղաղություն։ Աշխարհում ոչ մի երկիր չի կարող իրական խաղաղության մասին բանակցել խաղաղություն ավերսելով։ Մենք կուժեղացնենք մեր բանակն ու պաշտպանությունը նոր տեխնոլոգիաների ներդրմամբ, ժամանակակից պաշտպանության ծրագրի մշակմամբ եւ դրա ներդրմամբ։ Սամվել Կարապետյանի ուղերձը իրականում կարդում էր նրա պաշտպան Արամ Վարդևանյանը, բայց արհեստական բանականության միջոցով այն վերափոխվել էր Կարապետյանի պատկերով եւ ձայնով։ Արամ Վարդևանյանը դիմել էր թե քննչական մարմնին, թե հսկող դատախազին, որպեսզի հնարավորություն ընձեռվեր Սամվել Կարապետյանին հանդես գալ հենց տեսաձայնային ուղերձով, բայց նախաքննական մարմինը չէր տվել այդ հնարավորությունը։ Քննչական կոմիտեին դիմում հարցում է ներկայացվում ոչ թե որպես մի կառույցի, այլ տվյալ դեպքում Սամվել Կարապետյանի գործով որպես վարույթն իրականացնող մարմնի, որին ի պատասխան ստանում ենք դիրքորոշումը, որ վերջիններս նման մեկնաբանությամբ հանդես գալ չեն կարող։ Արդյոք դա հենց նույն մերժումը չէ։ Եթե լեզվական կամ տերմինաբանական մեկնաբանման կանոնով էլ առաջնորդվենք, ակնհայտ է, որ դա հենց մերժումն է։ Ու մինչ մարզահամերգային համալիրի մարդաշատ դահլիճում հոտնկայս ծափահարում էին Սամվել Կարապետյանի տեխնացությանը, սոցցանցերում, հարցազրույցներում իշխանականները հայտարարում էին, թե անլուրջ է այլ երկրի քաղաքացիություն ունեցող Սամվել Կարապետյանի վարչապետի տեխնացությունը։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը ինչ որ մեկի կամահաճույքով ուղղակի ինչ որ մի փոքրիկ հարց լուծելու համար չի կարող փոխվել։ Չի կարող փոխվել։ Այսինքն, եթե սահմանադրությունը թույլ չի տալիս, որ Սամվել Կարապետյանը լինի վարչապետի տեխնացու, ուրեմն նա չի կարող լինել վարչապետի տեխնացու։ Այն ինչ գոյություն ունի, գալիս է եւս մեկ անգամ ապացուցելու իրավիճակի անլրջությունը, ծրագրերի անլրջությունը, իրավիճակի անլրջությունը, երբ ես կարծում եմ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացի չկա, որը լուրջ կվերաբերվի այդ հարցին։ Սահմանադրությունում այս կամ այն քաղաքական պատրվակներով փոփոխություններ արած իշխանական պատգամավորներին սոցցանցերում հակադարձում էին։ Նրանք բարոյական իրավունք չունեն ուրիշներին մեղադրելու սահմանադրությունը փոփոխելու մտադրության մեջ։
ՔՊԱ-ականները գրառումներ են անում եւ քննադատում, պնդելով, թե Սամվել Կարապետյանի աջակիցները ցանկանում են փոխել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը մեկ անձի Սամվել Կարապետյանի պաշտոնավարման համար։ Լուրջ, դուք չէիք, որ 2020 թվականին բացառապես Հրայր Թովմասյանի սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից ազատելու նպատակով սահմանադրական փոփոխություններ նախաձեռնեցիք։ Երկրագունդ կանգնիր, իջնող կա, վիճակ է Հայաստանում։ Արամ Սարգսյանի կուսակիցներն ու ՔՊԱ-ականները գոռում են, ինչպես կարելի է սահմանադրությունը ֆուտբոլի գնդակ չէ։ Այն որ սահմանադրությունը 2018-ի գունավոր հեղափոխությունից սկսած հատակի շոր են սարքել, ամեն օր մխտռում ոտնահարում են ու դեռ Ալիև-Էրդողանների հրահանգով ուզում են փոխել այդ հեչ, լավ, այդքան անամոթ ոնց կարելի է լինել։ Հայելու մեջ ձեզ նայում եք, հələ փորձեք նայել, էլի։ Սամվել Կարապետյանի թեկնածության եւ նրա առաջնորդած ուժեղ Հայաստան կուսակցության ծրագրի վերաբերյալ լայն արձագանք կար սոցցանցերում։ Նայեցի ուժեղ Հայաստան կուսակցության շնորհանդեսը։ Լավն էր, տարբերվող, չծանրացնող, թարմ, հնարամիտ եւ նաեւ բարդ լուծումներով, ճիշտ ու կոնկրետ թիրախներով, քաղաքացու կենցաղից չկտրված, սակայն ոչ կենցաղային տեքստերով, ոչ մեծամիտ, այլ պարզ, բայց ոչ պարզունակ, անվտանգության շրջահայաց պատկերացումներով, մի քիչ հումորով ու հռչակված մեծ պատասխանատվությամբ, դրական էմոցիայով ու ակնկալիքներով, գեղեցիկ կարծինկայով եւ չափազանց զգայական, հույս տվող ու առարկայական։ Նոր քաղաքական ուժ է հայտնվել դաշտում։ Բոլոր նրանք, ովքեր ասում էին նախկիններին չենք ուզում ընտրել, կարող են ուրախանալ, արդեն այլընտրանք ունեն։ Թեև պարզ է, որ փնտրողը միշտ կգտներ, իսկ գործող իշխանությանը համակրողները միշտ մի պատրվակ կգտնեն, այլընտրանք չկա ասելու համար։ Միլիարդատեր գործարարի հանդեպ վերաբերմունքը դրական էր։ Կուսակցության շնորհանդեսին Հայաստանի տարբեր շրջաններից ժամանած հյուրերը մեր տեսախցիկի առաջ անկեղծանում էին։ Մեծ հույսեր են կապում Սամվել Կարապետյանի հետ։ Հույս ունեմ, որ այս մարդը իրոք ոչ թե կթալանի, այլ ամեն ինչ կանի, որպեսզի այս ծանր վիճակում գտնվող տնտեսությունը եւ ժողովուրդը ոտքի կանգնեն։ Սամվել Կարապետյանը ի սկզբանե ինքը ներշնչում է վստահություն իր անցած ապրած կյանքով, գործերով, հայրենանպաստ, ազգանպաստ բոլոր հարցերում ինքը հայրենիքին օգուտ է բերել։ Այս մարդը Ղարաբաղում մեզ շատ աջակցություն է ցույց տվել, մեզ շատ օգնություն է ցույց տվել, մենք վստահում ենք այդ մարդին։ Ես հավատում եմ Սամվել Կարապետյանին, նրա այսպես հայրենասիրությանը, նրա հնարավորություններին, նրա ստեղծած կուսակցությանը։ Եթե նա չլինի, նորից այսօրվա իշխանությունը կվերարտադրվի անպայման ու մենք հայրենիք չենք ունենա։ Իդեպ, առայժմ պարզ չէ, թե ով է գլխավորելու Կարապետյանների ուժեղ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակը։ Նախագահի հրամանագրով Հայաստանում ընտրությունները նշանակված են հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցող կուսակցությունները գրանցման համար փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 55 եւ ոչ ուշ, քան 45 օր առաջ։ Տվյալ դեպքում դա ապրիլի 13-ից 23 տնկած ժամանակահատվածն է։ Դրանից հետո 10-օրյա ժամկետում տեղի կունենա ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումը։ Այս շաբաթվա սկզբին փետրվարի 9-ին Երևանում էր գտնվում Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ը։ Նա ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտոնյանն է, որը Հայաստան էր այցելել, որտեղից էլ մեկնեց Բաքու։ Միացյալ Նահանգների փոխնախագահի Երևան այցի ամենակարևոր դրվագը Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ համատեղ հայտարարության ստորագրումն էր։ Փակ դռների հետևում նախ երկուսով, ապա երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը եւ J.D. Vance-ը լրատվամիջոցների ներկայացուցիչների առաջ ուղիղ եթերում ստորագրեցին միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստանի եւ Միացյալ Նահանգների կառավարությունների միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։
Ստորագրությունից հետո տեղի ունեցավ Փաշինյանի եւ JD Vance-ի համատեղ ասուլիսը։ Նախ ելույթ ունեցավ ընդունող կողմը՝ Հայաստանի վարչապետը։ Փաշինյանն անդրադարձավ միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստանի եւ Միացյալ Նահանգների կառավարությունների միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարությանը։ Այս համաձայնագիրը նորեջ կբացի Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև խորացող էներգետիկ գործընկերության ասպարեզում, կնպաստի Հայաստանի էներգետիկ ռեսուրսների բազմազանեցմանը, անվտանգ ու նորարարական տեխնոլոգիաների ներգրավման։ JD Vance-ը նույնպես անդրադարձավ Հայաստան-Միացյալ Նահանգներ էներգետիկ գործակցությանը, խոսեց փոքր մոդուլային ռեակտորների նոր ծրագրի մասին։ Հպարտ ենք հայտարարելու, որ մեր պետությունները ավարտել են 1-2-3 քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում, եւ որ սա արդեն հունի մեջ մտնի, սա մի ճանապարհ կբացի ամերիկյան եւ հայկական ընկերությունների համար ապագա ծրագրերի սկզբնական 5 միլիարդ մոտ գումարի մասին ենք խոսում ներդրումների հետագայում, երկրորդ փուլում եւս 4 միլիարդ, սա ստեղ փոխշահավետ իրավիճակ է եւ Հայաստանի համար եւ իմ երկրի համար էներգետիկ անվտանգության, էներգետիկ կայունության եւ նաեւ ստեղծելու է շատ աշխատատեղեր եւ ԱՄՆ-ում եւ Հայաստանում։ Սա նշանակում է փոքր մոդուլար ռեակտորներ, այսինքն ամերիկյան տեխնոլոգիաները գալու են այս երկիր։ Vance-ի այս հայտարարությունը սակայն սխալ էր թարգմանվել։ Արտահանում բառը համաժամանակյա թարգմանիչը թարգմանել էր որպես ներդրում, ինչի արդյունքում հայկական լրատվամիջոցները Vance-ի խոսքը տարածել էին սխալ թարգմանությամբ, գրելով, թե Հայաստանի էներգետիկ ոլորտում Միացյալ Նահանգների փոխնախագահը 9 միլիարդ դոլարի ներդրում խոստացավ։ Լսենք, թե ինչ է իրականում ասել Միացյալ Նահանգների փոխնախագահը։ Մենք նաև շատ հպարտ ենք հայտարարել, որ մեր երկրները ավարտել են քաղաքացիական միջուկային համագործակցության առաջին, երկրորդ, երրորդ համաձայնագրերի շուրջ բանակցությունները, երբ այն ամբողջությամբ հաստատվի, դա կհարթի ճանապարհ ամերիկյան եւ հայկական ընկերությունների համար կնքելու քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր։ Դա նշանակում է մինչև 5 միլիարդ դոլար սկզբնական ամերիկյան արտահանում գումարած լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի եւ սպասարկման պայմանագրերի միջոցով։ Սա դասական փոխշահավետ գործարք է թե Հայաստանի, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Սա նշանակում է ավելի ուժեղ էներգետիկ անվտանգություն իմ երկրի համար եւ ես նաեւ կարծում եմ, որ դա նշանակում է ավելի ուժեղ էներգետիկ անվտանգություն Հայաստանի համար եւ դա նաեւ կստեղծի բազմաթիվ նոր աշխատատեղեր Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Սա նշանակում է փոքր մոդուլային ռեակտորը ամերիկյան տեխնոլոգիաները կգան այս երկիր։ JD Vance-ի այս հայտարարության վերաբերյալ բուռն արձագանք կար սոցցանցերում։ Ինչ է մատուցվում պաշտոնական ռոպագանդայի մակարդակով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները 5 միլիարդ դոլար է ներդնելու Հայաստանում առաջին փուլում, 4 միլիարդ էլ երկրորդ փուլում։ Ինչ է սա, եթե ոչ փոխնախագահ Vance-ի խոսքի աղավաղում։ Նա բացարձակապես չի խոսում Հայաստանում այդքան փող ներդնելու մասին, բայց ըստ երևույթին ամերիկյան կողմը չի շտապի ուղղել թարգմանական սխալը, որովհետև Vance-ը նաև շատ հստակ, իհարկե ոչ ուղիղ խոսքով, բայց շատ թափանցիկ կերպով ասել է, որ իրենց նպատակը Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունն է։ Պարոն Vance-ը նշել է, որ հարթվում է ճանապարհն ամերիկյան եւ հայկական ընկերությունների համար քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր կնքելու նպատակով, ինչը ենթադրում է մինչև 5 միլիարդ դոլարի արտահանում ԱՄՆ-ից, ինչպես նաև 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն պայմանագրերի միջոցով։ Այսինքն ԱՄՆ փոխնախագահը խոսել է 9 միլիարդ դոլարի տնտեսական գործունեության մասին, որը իրականացվելու է ԱՄՆ-ում, այլ ոչ թե Հայաստանում կատարվելիք ներդրման մասին։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր արձագանքել 9 միլիարդ դոլարի շուրջ առաջացած մեծ աղմուկին։ Սա փոթորիկ էր մեկ բաժակ ջրում, 5-րդ ալիքի հետ զրույցում ասել էր պաշտոնաթող նախագահը։ Ընդամենը հայտարարություն է ստորագրվել, երկկողմ հայտարարություն, որ ավարտել է բանակցությունները խաղաղ էներգիայի պայմանագրի միանալու հետ կապված։ Ընդամենը սա է։ Նույնիսկ այդ պայմանագիրը չէր ստորագրվել դեռ պետք է ստորագրվի եւ պետք է խորհրդարաններով անցնի այդ պայմանագիրը։ Այսինքն նույնիսկ ստորագրվելու դեպքում ինքը չի ենթադրում, որ ոչ, ընդամենը միանում են մի պայմանագրի, որը ընդամենը տալիս է այդ իրավունքը եւ
Այդ պայմանագիրը Միացյալ Նահանգները ստորագրել են 26 երկրի հետ։ Նախագահի խոսքով Միացյալ Նահանգները փորձ էլ չունի նման ատոմակայան կառուցելու այլ երկրում։ Ատոմային էներգետիկան Միացյալ Նահանգների չափազանց թանկ է։ Եվ այսօր ոչ միտեղ իրենք ատոմակայան չեն կառուցում, բացի Միացյալ Նահանգներից։ Եվ հենց Միացյալ Նահանգներում այդպիսի պրոյեկտները սուբսիդավորում են պետության կողմից։ Հակառակ դեպքում արտադրված էլեկտրոէներգիան մրցունակ չի։ Եվ պարզ է, որ Միացյալ Նահանգները ուղղակի տեսանելի է, որ փորձում են այստեղ իրենց հետ մնացած հանգամանքը փորձում են ուղղակի հաղթահարել։ Առաջ մղելով այդ պրոյեկտը տարբեր երկրների հետ։ Միայն պետք է ասել, որ երկու երկիր ունեն՝ Ռուսաստան եւ Չինաստան։ Եվ իդեպ միայն Ռուսաստանն է, որը դրսում կառուցվում է հիմա մոտ 5-6 պրոյեկտ։ Մասնագետները, փորձագետներն ահազանգում են, եթե Հայաստանը հրաժարվի ավանդական միջուկային էներգետիկայից եւ փոխարենն ընտրի այդ փոքր մոդուլային կայանները, վտանգի առաջ է կանգնելու։ Այդ տեխնոլոգիան փորձարկված է իրական շահագործման պայմաններ։ Ատոմային էներգետիկայի ոլորտում օգտագործում են տեխնոլոգիաներ, որոնք ունեն տասնամյակների հուսալի եւ անվտանգ շահագործման փորձառություն։ Իսկ չփորձված տեխնոլոգիաների օգտագործումը, որոնց ոչ տնտեսական, ոչ ինժեներական, ոչ ֆիզիկական եւ ոչ այլ հեռանկարները դեռ պարզ չեն, ինքնին ռիսկային է։ Աշխարհը դեռևս մոդուլների հետ կապված որպես այդպիսին փորձ միջազգային պրակտիկա, էֆեկտիվության, անվտանգության, հնարավոր ռիսկերի եւ այլնի հետ կապված այդ փորձը դեռևս չունի ձևավորած։ Ավանդական ատոմակայանը մեզ համար առաջին հերթին անվտանգային նշանակության օբյեկտ է եւ այս համատեքստում երևի թե որևէ կերպ նաեւ պետք չէ շրջանցել հանգամանքը, որ տարածաշրջանի երկրները գնում են դեպի ավանդական ատոմակայանի, ավանդական էներգետիկայի ոլորտ։ Իդեպ Հայաստան-Միացյալ Նահանգներ էներգետիկ ոլորտում գործակցության խորացման մասին երկկողմ հայտարարություններից հետո Ռուսաստանից արձագանք եղավ։ Փոխարտգործնախարար Միխայել Գալուզինը Իզվեստիայի հետ զրույցում հայտարարել էր, որ Մոսկվան մտադիր է շարունակել հանդես գալ որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավոր։ Մենք հայկական կողմին ենք փոխացել մանրամասն մշակված առաջարկությունների փաթեթ։ Ռոսատոմը պատրաստ է հնարավորինս սեղմ ժամկետներում ձեռնմուխ լինել նախագծի իրականացմանը, իհարկե հաշվի առնելով հայ բարեկամների ցանկությունը, հուսալի արդեն ստուգված տեխնոլոգիաների առկայության, ինչպես նաև ֆինանսական պարամետրերի գրավչության տեսանկյունից իրական այլընտրանքներ, այդ թվում նաև հաշվի առնելով շինարարությունը, հետագա շահագործումը, մասնագետների պատրաստման եւ վերապատրաստման անհրաժեշտությունը չեն դիտարկվում։ Մեր կողմից մտադիր ենք այսուհետ եւս պատասխանատվությամբ վերաբերվել Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավորի մեր դերին, մեր ներդրումն ունենալ հանրապետության ատոմային ոլորտի զարգացման գործում, ինչպես ցույց է տալիս եվրոպական որոշ երկրների փորձը, այդ թվում այնպիսի գրանտների, ինչպիսին Գերմանիան է, միջուկային էներգիայից հրաժարվելը կարող է թանկ նստել ազգային տնտեսության վրա։ Տևական ժամանակ է Թուրքիան է պահանջում փակել Մեծամորի ատոմակայանը։ Ասում են, թե իբր հայկական ատոմակայանը բացասական ազդեցություն ունի շրջակա միջավայրի եւ մարդկանց առողջության վրա։ Եվ հիմա Մեծամորի ատոմակայանի շուրջ այս ակտիվությունը ընդդիմադիր շրջանակները կապում են հենց թուրքական գործոնի, նրանց պահանջի հետ։ Մենք այսօր էներգիա արտահանող, արտադրող երկիր ենք, բայց ինչ են ուզում անել մեր թշնամիները։ Մեր թշնամիներն ուզում են, որ մենք փակենք մեր ատոմակայանը, մեր այդ ռազմավարական կարևոր օբյեկտը, բայց դրա համար սոուսա պետք է։ Այդ սոուսը բերել են որպես մոդուլային ատոմակայան։ Պատահական չէ, որ գնում են ամերիկյան մոդուլային ատոմակայանների ստեղծման գաղափարին, որովհետև դա իրականում փաստականորեն գոյություն չունի։ Իսկ դա նշանակում է, որ այս իշխանությունը ձգձգում է process-ը, որ 36 թվականին արդեն մեր ատոմակայանը փակվի եւ դրանից հետո մենք ամբողջովին կախված լինենք, այսպես ասած, Ադրբեջանի էլեկտրական գծերի ստացվող հոսանքից եւ Թուրքիայից մատակարարվող հոսանքից, որը ստեղծվում է ռուսական ատոմակայանի շահագործման միջոցով։ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից օրեր առաջ հայտարարեց, որ Հայաստանը ներկայում գտնվում է Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու փուլում, որից ենթադրվում է եւս մեկ փուլ 10 տարով երկարաձգելու համար։ Այդ ընթացքում մենք պետք է կայացնենք որոշումներ։ Եվ ելի եմ ասում, եւ այս ամբիոնից ես այս նույն հայտարարությունը մի քանի անգամ գոնե ասել եմ։ Մենք նոր ատոմային ռեակտոր, միջուկային ռեակտոր ունենալու հարցը քննարկում ենք Ռուսաստանի հետ, Միացյալ Նահանգների հետ, Ֆրանսիայի հետ,
Չինաստանի հետ, Հարավային Կորեայի հետ։ Եվ մենք բոլոր մեր գործընկերներին թափանցիկ կերպով, այսինքն եթե ամբիոնից ասում եմ, դա շանկuma ոչ մեկից գաղտնիք չենք պահում։ Բոլորին թափանցիկ կերպով ասում ենք, որովհետև ասում ենք դա ներողություն ճակատագրական ռազմավարական նշանակության որոշում է։ Նա Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին էր մեղադրում Մեծամորի ատոմակայանը փակելու պարտավորությունը ստանձնելու մեջ։ Այն որ Մեծամորի ատոմակայանը պիտի փակվի, դա համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնել է Սերժ Սարգսյանը։ Վենսի հետ ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը խոսել էր նաև Միացյալ Նահանգների հետ ռազմական գործակցությունից, նշել, որ ինքն ու Վենսը նշանակալի առաջընթաց են արձանագրել Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև ռազմական եւ պաշտպանական գործընկերության ասպարեզում։ Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել VBAT տեսակի անօդաչու թռչող սարքեր, որոնց արդյունավետությունը ապացուցվել է կիրառման հարուստ փորձով եւ որոնք էականորեն նպաստելու են մեր պաշտպանական կարողությունների ամրապնդմանը։ Հայաստանին վաճառվող այդ դրոնների գինն ըստ Միացյալ Նահանգների փոխնախագահի արժե $11 միլիոն։ Նախագահ Թրամփը շատ լավ գիտի, որ լավագույն ձևը ապահովելու խաղաղություն, որպեսզի լավագույն տեխնոլոգիաները ռազմական աշխարհի տարածվի եւ տեղադրվի եւ ԱՄՆ-ն ունի եւ հիմա մենք $11 միլիոն հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք ենք հաստատել Հայաստանի համար եւ մեր լավ բարեկամ վարչապետի եւ մենք համոզված ենք, որ այն խաղաղությունը, որ պետք է կերտվի, կմնա, կայուն կլինի։ Այլ նպատակ են տեսնում Հայաստանում Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին ԱԹՍ-ներ վաճառելու մեջ։ Երբեք ու երբեք չհավատակ, որ ինչ որ գերտերություն, որի ղեկավարը անգամ քո երկրի անունը չի կարողանում մտաբերել ասուլիսների ժամանակ, մտահոգված լինի քո խաղաղ ապրելով, մտածի քո զինվորի կյանքի ու քո սահմանների մասին, քեզ օգտագործելու են, քո երկիրը հարթակ են դարձնելու իրենց աշխարհաքաղաքական շահի սպասարկման համար։ Իրանի սահմանը հետախուզող $11 միլիոն ԱԹՍ-ները քեզ վառ օրինակ։ Հարց չի առաջանում, թե խաղաղության պայմաններում դու ում պիտի հետախուզես, ինչի համար, ինչու ոչ հարձակողական զինտեխնիկա կամ հարվածային դրոն ու հոբ, այլ հենց հետախուզական ԱԹՍ թրիպի սահմանին Իրանի քթի տակ։ Վենսի Հայաստան այցը իշխանությունն իր հերթին մեկնաբանում էր որպես պատմական։ Քանի դեռ մյուսները ձվի մեջ մազ են ման գալիս, Հայաստանը վարչապետի առաջնորդությամբ առաջ է գնում մեծ ու վստահ քայլերով, իսկ փոքր ու անկարող ուժերը թող շարունակեն քուջուջը, գուցե մի բան վերջապես գտնեն։ Կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Ընտրությունը շատ պարզ է՝ լինել աշխարհի ուժեղների վստահելի գործընկեր, թե քարշ գալ ծայրագավառում, ընդդիմություն էլ պետք է կարողանալ լինել։ Պոպուլիզմը ընդդիմության համար կարևոր գործիք է, նորմալ է, որ կիրառում են, բայց իրողություններն ընդունել անկարող ընդդիմությունը ի վիճակի չէ մի օր գալ իշխանության։ Հետևաբար այս գործելավոճը, որ ունի հայաստանյան ընդդիմությունը, հուշում է մի բան՝ առավելագույնը, որ նրանք ուզում են, ծայրագավառ լինելն է։ Հայաստան այցի շրջանակում Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կնոջ Ուշա Վենսի հետ այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակին։ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը հաղորդել էր, որ այցի ավարտին Միացյալ Նահանգների փոխնախագահը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում, նշելով.
Կորցրած կյանքերի հանդեպ խորին հարգանքի հիշատակով մենք պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին։ Թող Ամերիկան եւ Հայաստանը միասին ձգտեն խաղաղության եւ փոխըմբռնման ապագայի։ Միացյալ Նահանգների փոխնախագահը նաեւ X-ի իր միկրոբլոգում էր գրառում արել հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելության մասին եւ 2 անգամ օգտագործել հայոց ցեղասպանություն եզրույթը։ Այսօր փոխնախագահ Վենսը եւ երկրորդ տիկին Ուշա Վենսը հայոց ցեղասպանության հուշահամալիրում մասնակցել են ծաղիկներ խոնարհելու արարողությանը, հարգելով 1915 թվականի հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Բայց այս գրառումից կարճ ժամանակ անց հայկական լրատվամիջոցները նկատել էին, որ JD Vance-ը ջնջել է առավոտյան X-ում հայոց ցեղասպանության հուշահամալիր կատարած այցի մասին գրառումը եւ լուսանկարները։ Փոխարենը կիսվել էր իր խոսնակի գրառմամբ, որտեղ սակայն բացակայում էր հայոց ցեղասպանություն եզրույթը։ Հայաստան կատարած այցի վերջին օրը փոխնախագահն ու երկրորդ տիկինը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ գրառում կատարել հյուրերի գրքում։ Հայկական մամուլում եւ սոցհարթակներում քննարկում էին Վենսի այդ քայլը։ ԱՄՆ փոխնախագահը X-ից ջնջել է Ծիծեռնակաբերդ այցի մասին գրառումը։ Մի քանի ժամ առաջ հրապարակված գրառումը, որը վերաբերվում էր Ծիծեռնակաբերդ այցին, այլևս հասանելի չէ։ Ջնջեց ցեղասպանության հիշատակումը, JD-ն մոռացել էր, որ Ադրբեջան է գնալու, զանգեցին, հիշացրեցին։ Փաստորեն Վենսի վախ բռնողել կա այս աշխարհում։ Ինչ որ բան ինձ հուշում է, որ ինքը Վենսը խնդիր չի տեսել ցեղասպանություն բառն օգտագործելու։ Այստեղից են խնդրել, որ հանի այսպես կոչված արգելված բառը պարունակող գրառումը։ Օկուպացիոն վարչակարգ, որ ասում ենք, հո հենց այնպես չենք ասում։ Միացյալ Նահանգների փոխնախագահի կողմից հայոց ցեղասպանության մասին գրառումը հեռացնելու թեման ոչ միայն Հայաստանում, այլև Միացյալ Նահանգներում էր լայն քննարկվել։ JD Vance-ի հայոց ցեղասպանության մասին գրառումը հեռացնելը քննադատել էր Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ, դեմոկրատական կուսակցության անդամ Նենսի Փելոսին։ Խորապես հիասթափեցնող է, թեև զարմանալի չէ տեսնել, թե ինչպես է փոխնախագահը ջնջում այդ ճշմարտությունը ճանաչող գրառումը։ Պատմության ջնջումը անարգում է զոհերին եւ թուլացնում մեր հանձնառությունը մարդու իրավունքների նկատմամբ ամենուրեք։ Նենսի Փելոսին, որը 2022 թվականին զբաղեցնում էր Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը, Հայաստան այցի ժամանակ կոնգրեսի պատվիրակության հետ այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել եւ հարգանքի տուրք մատուցել հայոց ցեղասպանության 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին։ Ամերիկյան CNN հեռուստալիքը եւս անդրադարձել էր Վենսի էջից հայոց ցեղասպանության մասին գրառումը հեռացնելուն։ Նշվում էր, որ փոխնախագահի էջի սկզբնական գրառումը, որտեղ նշվում էր, թե Վենսը եւ երկրորդ տիկին Ուշա Վենսը մասնակցել են ծաղկեպսակ դնելու արարողությանը 1915 թվականի հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հակասում է Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականությանը չօգտագործել ցեղասպանություն բառը հայերի համակարգված սպանությունների եւ տեղահանության վերաբերյալ, ընդգծում է հեռուստալիքը։ Բացառությամբ նախկին նախագահ Ջո Բայդենի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահները խուսափել են այդ տերմինից վախենալով վնասել Թուրքիայի հետ կապերը, որը տարածաշրջանային կարևոր դաշնակից է, որն այժմ միջնորդի դեր է խաղում Թրամփի վարչակազմի եւ Իրանի միջև։ Վենսի քայլը քննադատել էր նաեւ Ամերիկայի Հայդատի հանձնախումբը։ Ցեղասպանության ժխտման այս լկտի ցուցադրումը ողբերգականորեն համահունչ է նախագահ Թրամփի խայտառակ նահանջին։ Բոլոր 50 նահանգները, Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսը, Սպիտակ տան եւ ՆԱՏՕ-ում մեր ավելի քան 1 տասնյակ դաշնակիցների կողմից ճանաչված հանցագործության մասին ամերիկյան ազնիվ հիշատակումից։ Իդեպ, Միացյալ Նահանգների փոխնախագահի այցի ընթացքում աչքի ընկավ նաեւ Փաշինյանի կինը, Աննա Հակոբյանը։ Ինչպես շատ այլ դեպքերում, այնպես էլ հիմա Աննա Հակոբյանը մարդկանց ուշադրության կենտրոնում էր հայտնվել իր հագուստի պատճառով։ Բա մարդն այդքան կրթվի, գիրք կարդա, աշխարհ տեսնի ու վերջում ճաշակն այս հրաշք կոստյում չի կլինի, որն ի ցույց է դրել իր սեփական բոլոր թերությունները։ Դե ամուսնու իշմար գլխարկի մասին խոսք չկա։ Էս ինչ էր այ մարդ։
Այսպիսի հանդիպումներում casual կամ չափազանց անհատական ոճային շեշտերը, օրինակ ոչ արարողակարգային աքսեսուարներ, ոչ կառուցվածքային հագուստ, առօրյա ոճ, թույլատնում են պետական ներկայացուցչականության զգացողություն եւ հանդիպումը տեղափոխում անձնական, ոչ ինստիտուցիոնալ դաշտ։ Պաշտոնյաները պետք է հիշեն, նրանք այդ պահին ոչ թե անհատ են, այլ պետության տեսանելի խորհրդանիշ։ Երևանի փողոցների խորը փոսերը վերացնելու գործին լծվել է ներքին գործերի նախարարությունը։ Պարեկային ծառայողները այս շաբաթ մայրաքաղաքի Դավիթ Բեկի, Իսակովի, Արցախի պողոտաներում եւ տրանսպորտային շարժով ակտիվ մի քանի այլ ճանապարհների փոսերում անվադողեր էին տեղադրել, որ վարորդները զգուշանան խորը փոսերից եւ չվնասեն իրենց մեքենաները։ Հարցի ժամանակավոր լուծում են առաջարկում ու իրականացնում պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի որ գումարտակներ, երկրորդ գումարտակի պարեկները այս փոսերի մեջ տեղադրում են անվադողեր։ Երևանի փոսերը ծածկում էին նաև վարորդները։ Երևանում խորը փոսերի մասերին նախորդ շաբաթ բարձրացված աղմուկից հետո այս շաբաթվա սկզբին քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձավ խնդրին։ Հայտարարեց, թե ձնամաքրման համար այս տարի մեծ ծավալի աղ եւ ավազ է օգտագործվել, ինչն է լսներա Երևանում մեծ ծավալի փոսեր է առաջացրել։ Մենք ունենք մեծ ծավալի փոսալցման աշխատանքներ, պարոն Թևոսյան, խնդրեմ դուք ներկայացնեք ինչ է այս պահին արվում այս եղանակային պայմաններում։ Պարոն քաղաքապետ, այս պահին արդեն 4 անգամ տեղային լուծում ենք փորձել տալ քաղաքում եւ շաբաթ-կիրակի օրերին կսկսենք բուն փոսալցման աշխատանքները։ Սա լսելուն պես Տիգրան Ավինյանը շեշտեց, ավելի ինտենսիվ պետք է աշխատել եւ պահանջեց արագացնել փոսալցման հետ կապված աշխատանքները։ Վարորդներին անհանգստացնող խորը փոսերի վերացման հարցում քաղաքապետարանին ըստ Տիգրան Ավինյանին կօգնի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը։ Հետևաբար խնդրում եմ նաեւ գործընկերների հետ ցանկը համաձայնեցնել, որտեղ նաեւ իրենց ներդրումը կունենան։ Ավականու ընդդիմադիր Մայր Հայաստան խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը, որն ավելի վաղ հայտարարել էր, թե Երևանի փողոցները վերածվել են խրամատների, չնայած նրան, որ ասֆալտապատման եւ փոսալցման համար բյուջեից դուրս է գրվել եւ մսխվել 4 միլիարդ 292 միլիոն դրամ, անդրադարձավ Ավինյանի այս նոր հայտարարությանը։ Քիչ առաջ ձեր կողմից մերժված ու 845,000 ընտրողներից միայն 70,000-ի ձայնը ստացած ՔՊ-ն ու իր ճակերտավոր քաղաքապետը հայտարարեցին, որ քաղաքի փոսերն ու խրամատներ դարձած ճանապարհների միակ մեղավորն ու պատասխանատուն աղն է, աղը, իսկ փոսալցման համար մսխված 4 միլիարդ դրամը խառնվել է աղի հետ ու դարձել պարգևավճար։ Երևանում թանկացումների հեղինակներն ամեն ոլորտում ձախողումների համար պատրաստ են մեղավորներ կարգել մեզ բոլորիս, ձյանը, անձրևին, փոշուն ու աղին։ Քաղաքապետի հայտարարությունը, թե Երևանում փոսերն առաջացել են աղ ու ավազի պատճառով, նոր աղմուկի առիթ դարձավ։ Ասենք ասֆալտը 5 սանտիմետրի փոխարեն 4 սանտիմետր հաստությամբ են փռում առանց նորմալ բիտումի ու խտեցման ու հենց իրենց կոռուպցիայով փռված ասֆալտը երբ քանդվում է, ասում են աղն է մեղավոր։ Նիկոլ Փաշինյան, դե ասեք, եթե սա կոռուպցիա չէ, ապա ինչ է։ Չրարիտիկոն քիչ առաջ հայտարարեց, որ Երևանի փողոցների քանդման եւ փոսերի առաջացման պատճառը աղն է։ Այո, ոչ թե անորակ ասֆալտապատումն ու աշխատանքներն են, այլ աղը։ Ասենք Մոսկվայում եւ այլ ցուրտ քաղաքներում ձյան դեմ պայքարում տոննաներով աղ ու հատուկ ռեագենտներ են օգտագործվում, բայց փողոցները չեն քանդվում, իսկ մեզ մոտ շարունակելով ասֆալտի թեման կերել են, լափել են Երևանի փշրվող ասֆալտը։ Փոսերի համար Թալանչի Տիգրան Համբալովիչն է մեղավոր, ոչ թե աղն է քայքայում ասֆալտը, այլ 1 սանտիմետրը գողացել լափել են։ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Երևանում ներառյալ ամիսներ առաջ ասֆալտապատված ճանապարհների քանդման, փոսերի առաջացման պատճառը աղն է։ Աղը, Ժորժ ջան, իրենք դարձյալ մեղավոր չեն։
չեն։ Այսպես լինում է միշտ եւ ամենուր, քանի դեռ հասարակություն այս անմեղների իշխանության ներկայացուցիչներին չի վերադարձրել առնվազն իրենց մինչև հեղափոխական բազմոցային պարապուրդին։ Ու մինչ քննարկում էին քաղաքապետ Ավինյանի հերթական աղմկահարույց հայտարարությունը, սոցցանցերում կադրեր էին հրապարակվում, լրատվամիջոցները նկարում էին, թե ինչպես են օրինակ ցեխի մեջ խրված վարդաշենցիները կոշիկի վրայից տոպրակ հագնում։ Անմխիթար վիճակում են նաև Վաղարշապատ քաղաքի փողոցները։ Ավագանում Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Հարություն Խաչիկյանն էր օրեր առաջ ներկայացրել այնտեղի վատթար իրավիճակը։ Վաղարշապատում մի քանի միլիոն դոլար լցրել են ցեխու ջուրը։ 2025 թվականին Վաղարշապատ համայնքի բյուջեից դուրս է գրվել 1 միլիարդ 146 միլիոն դրամ փողոցների հիմնանորոգման եւ ջրահեռացման համար, բայց մի փոքր անձրևը բավարար է, որպիսի այսպես կոչված արված աշխատանքները ջրի երես դուրս գան։ Ինստաֆեսի այս թողարկման համար առանձնացրել էինք այսքանը։ Շնորհակալություն։